Մեզ այսօր հայկական ժողովրդական երգերից մեկի մասին կպատմի հայրիկս, որ երգի մասին։ Ամռան գիշեր։ Ինչ երգ է դիք եւ որտեղից է ավանդվել։ Ամռան գիշերը շատ սիրուն բարերգ է, որը ավանդվել է Շատախի հայությունից։ Շատախի բոլոր երգերը շատ լավն են, կգտնվի այդ գավառը Վանա շրջակայքում, ու այս երգը շատ սիրուն երգ է, ամռան գիշեր, շատ գեղեցիկ մեղեդի ունի, ու նաև շատ սիրուն գեղչկական գյուղական տեսարան կբաց է մեր առաջ։ Ինչի մասին է այդ բարերգը եւ ընդհանրապես ինչ բարերգ է։ Բարերգերը ինչ են։ Հա։ Ուրեմն վերջից սկսեմ, երկրորդ հարցից, բարերգերը սովորաբար, եթե ժողովրդական շատ երգեր կատարվել են հատուկ ինչ-որ գործողության ժամանակ, ենթադրենք հարսանեկան երգը մենակ հարսանեկի ժամանակ են երգել, հատուկ ծիսական երգ եղել կամ աշխատանքային երգերը կոնկրետ աշխատանքի ինչ-որ հատվածում են երգել, այսինքն աշխատանքից դուրս այդ երգերը չեն երգել։ Բարերգերն էլ իրանց նշանակությունը էս է, կամ խնջույքների ժամանակ են երգել, ուրախ ինչ-որ առիթների դեպքում, կամ էլ ուղղակի աշխատանքային օրվա վերջում, երեկոյան, երբ հավաքվել են ինչ-որ մեկի բակը, տարեցները ասել-խոսել են, ինչ-որ զրուցել են տարբեր թեմաներից, կամ երեխեքին հեքիաթներ, լեգենդներ ու ավանդազրույցներ են պատմել, իսկ ջահել տղաներն ու աղջիկները շուրջպար բռնած երգել են, իսկ այդ երգերը քառատողերը հատուկ բովանդակություն կարող է չունենային, այսինքն այդ պահին համապատրաստից, այդ պահին ինչ որ մտքին կա, այդ երգի հանգերով սազեցրած երգել են, ու նաև քանի որ հին ժամանակներում տղեկն ու աղջիկները որոշակի տարիքի հասնելուց հետո իրավունք չունեին շփվելու, չէր կարելի։ Բարերգերի ժամանակ կթույլատրվեր, այսինքն իրանք կարող էին իրար ձեռք բռնած, շուրջպար բռնեին ու երգեին, ու այդ երգի միջոցով նաև հաճախ իրար նույնիսկ սեր են խոստովանել կամ ժամադրվել են, թե երեկոյան ես ինչ տեղը քեզի կսպասեմ, այսինքն բարերգերը այս կարևոր նշանակությունն են ունեցել, իսկ կոնկրետ այս բարերգը ամռան գիշերը իր տեքստային բովանդակությունը այս կներկայացնե։ Կտեսնենք մի հատ ջահել հարսի, այնտեղից է հարսնիկ, փոքր հարս, այսինքն նոր ջահել հարս, որը մեկ ալյուր կմաղե, մեկ իլիկ կմանե, մեկ երկանք կաղա, մեր խոսքով այս ջահել հարսը տարբեր աշխատանքներ է կատարել, հավանաբար երկողը իր ջահել ամուսինն է, որ ընթացքում այդ աշխատանքի ընթացքում կնայ է իր ջահել կնոջը ու կհիանա ու այդ մասին կերկե։ Հաճախ իրան համեմատելով լուսնի հետ, որը արդեն երեկոյան ժամ երտիկից շողը գցել է երևի հարսի վրա կամ իրանց սենյակի մեջ, ունդեղ ամենավերջում կսե խորոտ հարսնիկ բերտի լուսնակ, չուր երբ մնաս ամպի տակ, երևի նկատի ունի, թե հարսը փակվել է սենյակի մեջ ու գործ կենե, ինչ խոր լուսինը ամպի հետևում թաքնված է անի կամ բերտի պես ամպի հետևում է թաքնվել, բերտված է, ու հարսը թե մինչև երբ պիտի մնաս, էլի արի դուրս մեկ էլ մասնակցենք այս ուրախությանը։ Ամռան գիշեր, մարմանդ գիշեր, լուսնակն անուշ կշողեր, խորոտ խարսնիկ ալուր մաղեր, ջուղ չամամ ծոցիկ խաղեր, խորոտ խարսնիկ ալուր մաղեր, ջուղ չամամ ծոցիկ խաղեր, ամռան գիշեր, լուսնակ գիշեր, շողներ թիգեն կխաղեր, խորոտ խարսնիկ բերտի լուսնակ, չուր երբ մնաս ամպի տակ, խորոտ խարսնիկ բերտի լուսնակ, չուր երբ մնաս ամպի տակ։